Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է եւ բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները, ես կարող եմ դա ասել ամենայն պատասխանատվությամբ, քանի որ մենք դիտարկում ենք Հայաստանի ամբողջ իրավական շրջանակը եւ շեղումներ չենք հայտնաբերել, մանրամասնել է Օվերչուկը։ Փոխվարչապետի խոսքով հայկական կողմը խոսում է եվրոպական որոշ չափանիշների անցնելու մասին եւ նրա ձևակերպմամբ եվրոպական ոչ բոլոր ստանդարտներն են վատը։ Մեզ անհանգստացնում է, որ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից վերափոխվել է ռազմաքաղաքական միության, որն այժմ թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին, նշել է Օվերչուկը, հավելել. ուստի Մոսկվան չի հասկանում ինչու պետք է աջակցի այդ կուրսին եւ նաեւ չգիտենք ինչ հետևանքներ ակնկալել։ Մոսկվան ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցերով 3+3 խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի արտգործնախարարների մակարդակով։ Ինչպես հասկանում ենք, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերների միջև, նշել է Գալուզինը 3+3 ընդհանուր մարտահրավերներ եւ ռազմավարական գործընկերություն նիստի ընթացքում։ Դիվանագետը կարևորել է վրացական կողմի մասնակցությունը, ընդգծելով, որ Վրաստանը կարևոր գործընկեր է ձևաչափի բոլոր երկրների համար։ Գալուզինը հույս է հայտնել, որ պաշտոնական Թբիլիսին ի վերջո կմիանա 3+3 հարթակի քննարկումներին։ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանում հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակմանը, հավելել է Գալուզինը։ Ազովի ծովում 2 բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի 5 քաղաքացի, 3 մարդ վիրավորվել է, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Անձնակազմում եղել է հանրապետության 25 քաղաքացի։ Տուժածները տեղափոխվել են ռուսական Եյսկ քաղաքի բուժհաստատություններ։ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ նավերը չեն պատկանել Ադրբեջանին, թե որ դրոշի ներքո են դրանք նավարկել, հայտնի չէ։ Մոսկվայից հայտարարել են, որ ԱԹՍ-ները ուկրաինական են եղել։ Այս ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին գրառում է արել տելեգրամյան էջում, նշելով, որ ուրբաթ գիշերը Մարիուպոլի, Բերդյանսկի նավահանգիստներում եւ Ուկրաինայի օկուպացված տարածքների ափամերձ ջրերում խոցվել է 5 նավ։ Դիանա Գասպարյան, լուրեր։